Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC Newsroom-ն է, ես Աննա Սարգսյանն եմ։ Եվ այսպես արխիվային ականապայթյուն Մինսկի խմբի լուծարումից անմիջապես հետո կառավարությունը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող այն փաստաթղթերը, որոնք դարձել էին ներքաղաքական բանավեճերի առանցք։ Հրապարակված փաթեթում տեղ են գտել ինչպես պետական գերատեսչություններում պահպանված գաղտնի փաստաթղթեր, այնպես էլ հրապարակային նյութեր, որոնք ուղիղ առնչվում են դրանց բովանդակությանը։ Ինչպես նշվում է կից պարզաբանման մեջ, դրանք ամբողջական պատկերացում պետք է տան մինչև 2020 թվականը բանակցային գործընթացի մասին։ Փաստաթղթերը ծավալուն են, վերլուծական գնահատականներ դեռ չկան, բայց թեմային խոր վերլուծությամբ կանդրադառնանք մեր հաջորդ թողարկումներում։ Հրապարակված փաստաթղթերի մեջ են 2016 թվականի ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները, Կրակովի, Կազանի փաստաթղթերը։ Կառավարության այսպես կոչված բացահայտումների մասին նախնական մեկնաբանություն ենք ստացել Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանից։ Կեժում 40 րոպե առաջ հրապարակել, ամբողջը իհարկե չեմ հասցրել ցանոթանալ, նայել եմ որոշը, ինչպես տեսնում եք, կա ինչ-որ մի փաստաթուղթ, որը կոչվում է Ղարաբաղի և Մեղրիի փոխանակման, բայց բացակայում է, օրինակ, Կիվեստի փաստաթուղթ։ Այն թուղթը վերագրվել է նախագահների սեղանին 2001 թվականի ապրիլին Կիվեստում։ Եվ դրանից բացի էլ մի շատ հետաքրքիր զուգադիպություն, պատահականություն։ Երեք դեկտեմբերի 1-ին Մինսկիական վերջնականացումը Մինսկի խմբի լուծարման գործընթացը կայքից հեռացում են բոլոր փաստաթղթերը եւ հաջորդ օրը կառավարությունը հրապարակում է ինչ-որ թղթեր։ Որում է թղթերի բացարձակ մեծ իմաստությունը հասարակությանը հասանելի է։ Թե Լիսաբոնի հայտարարությունը, թե Բուդապեշտի հայտարարությունը, թե ԵԱՀԿ ներկայացված փաստաթղթերը, դրանք հրապարակել օրինակ Կազեմիրովը, նույնիսկ Ազգային ժողովի գրադարանի կայքում որոշ փաստաթղթեր կան։ Գյուտ չի արվել։ Թերևս պետք է ավելի մանրամասն ուսումնասիրել 19 թվականի փաստաթուղթը, որը ինքն է ստացել, եւ Կրակովի փաստաթուղթը, որի հատվածն է ինքնասլավ ներկայացնում Նիկոլ Փաշինյանը, եւ 10 թվականի Կրակովի փաստաթուղթը, որը հրապարակվել է մասամբ Նիկոլ Փաշինյանի կողմից 2020 թվականի փետրվարին։ Եվ ամենակննարկվողը հրապարակվել է նաև Սերժ Սարգսյանի հայտնի նամակը Վլադիմիր Պուտինին, որի վերաբերյալ նախնական մեկնաբանություն ենք ստացել Ազգային ժողովի պատիվունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանից։ Այնտեղ հիմնական թեման, որը իշխանությունը փորձում է մանիպուլացնել, վերաբերում է բալանսի պահպանմանը, ուժերի հավասարակշռության պահպանմանը։ Եվ ուզում հիշեցնել, որ այդ նամակից հետո Հայաստանի Հանրապետությունը արտոնյալ պայմաններում երկու միջպետական պարկ է ստացել Ռուսաստանից, որը ուղղվել է պետական կարիքներին եւ զինված ուժերի արդիականացմանը։ Այդ վերջին փաստաթղթում, որը իշխանությունը ներկայացնում որպես նախորդ իշխանությունների ժառանգություն մնացած փաստաթուղթ, ներկայացված են այն կարևորագույն դրույթները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, որոնք որոշակի միգուցե փոփոխություններով նաև եկել էին նախորդ ժամանակահատվածից, որտեղ առաջնային թեման վերաբերում էր ինքնորոշման իրավունքի իրացմանը, այդ թվում Արցախում հանրաքվեի իրականացմանը պարտադիր իրավաբանական ուժ ունեցող հանրաքվեի միջոցով, այնտեղ նշված էր հստակ Հայաստանը Արցախին կապող միջանցքի գաղափարը, այնտեղ նշված էր Լեռնային Ղարաբաղի միջև նաև միջև հանրաքվեն եւ հանրաքվեից հետո միջազգային խաղապահ ուժերի գործունեությունն ու սահմանները, այնտեղ հստակորեն նկատելի էր Արցախում հանրաքվեի իրականացումը այն պայմաններով, որը ներկայացված էր հայկական մոտեցումներում, մասնավորապես 80 թվականի համամասնությամբ, որի պայմաններում 75% եւ ավելին կազմում էին հայեր։ Հիշեցնեմ, մոտ 10 ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր արտգործնախարարությանը գույքագրել բանակցային ամբողջ արխիվը։ Դրան նախորդել էր Փաշինյանի առաջարկը բանավեճ կազմակերպել նախկին 3 նախագահների հետ, որոնք մերժել էին առաջարկը։ Ավելին, ընդամենը 1 ամիս առաջ Փաշինյանը հայտարարել էր, որ մինչև տարեվերջ այդ փաստաթղթերը կհրապարակվեն։
Կառավարության հրապարակած Ղարաբաղյան փաստաթղթերը հայտնվեցին հանրության ձեռքի տակ հենց այն ժամանակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը պաշտոնապես լուծարվեց։ Արխիվային գաղտնիքները իբրև բացվել են, իսկ Մինսկի գործընթացը, որը տարիների ընթացքում եղել է Հայաստանի գլխավոր միջնորդական հարթակը, այլևս գոյություն չունի։ Ինչ կորցրեց Հայաստանը եւ ինչ հնարավորություններ է բացում ստեղծված նոր վիճակը, հնարավոր է արդյոք նոր ձևաչափերով վերակենդանացնել բանակցությունները, Անահիտ Սարգսյանի ռեպորտաժում։ Վիեննա, 2025 թվական, դեկտեմբերի 1։ ԵԱՀԿ-ն ամբողջովին դադարեցրեց Մինսկի խմբի գործունեությունը։ Այսպիսով Հայաստանը վերջնականապես կորցրեց Արցախի հարցը կարգավորող միջազգային հիմնական գործիքը։ Գործընթացն իրականացվեց 2025 թվականի սեպտեմբերի 1-ի կոնսենսուսային որոշմամբ ԵԱՀԿ 57 մասնակից պետությունների կողմից։ Այն հաջորդեց 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթին։ Քաղաքագետ Genesis Armenia ուղեղային կենտրոնի ղեկավար Աբրահամ Գասպարյանը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դե ֆակտո լուծարվել էր վաղուց։ ԵԱՀԿ Մինսկի խումբը դե ֆակտո լուծարվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, որովհետև ցանկացած միջազգային մանդատով օժտված բանակցային հարթակ, եթե խաղաղ բանակցությունների միջոցով չի կարողանում հակամարտության կարգավորման այս կամ այն տարբերակ իրականացնել կամ կյանքի կոչել, եւ խնդիրը գնում է փակուղի կամ պատերազմական լուծում է ստանում կամ կոնֆլիկտը ռեէսկալացիայի փուլը մտնում, նշանակում է, որ այդ դիվանագիտական բանակցային մանդատը տապալվել է։ Ըստ քաղաքագետի Ադրբեջանի խնդիրը շատ պարզ էր։ Հայաստանի պաշտոնակիցների հետ համատեղ քայլերով նաև դե յուրե վերացնել Մինսկյան պլատֆորմի տեսքով առկա խոչընդոտը։ Ադրբեջանն այս գործընթացը պլանավորել էր դեռ քառօրյա պատերազմից հետո, երբ վետո կիրառեց Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեության նկատմամբ, կարծում է Աբրահամ Գասպարյանը։ Իսկ թե ինչ կորցրեց Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմամբ, բացի Արցախին վերաբերող բանակցային կարևորագույն գործիքից, պարզաբանում է քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը։ Հայաստանը ինքնական փաստացի հրաժարվեց միջազգային կառույցների միջոցով արցախահայության իրավունքների պաշտպանության հնարավորությունից։ Մյուս խնդիրը, որը ավելի էական է եւ ավելի խորքային եւ վտանգներ ներկայացնող, դա այն է, որ փաստացի ճանապարհ բացվեց Ադրբեջանի համար տարածքային պահանջատիրությունը խորացնելու, քանի որ կա այլևս նախադեպ, որ իրավական բալանսը խախտվել է վերջին լծակով, այսինքն ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմամբ, եւ Ադրբեջանը կարող է նաեւ պահանջատիրություն ունենալ, եւ սրանով Հայաստանը դարձավ ոչ թե սուբյեկտ, այլ հրաժարումով փաստացի դարձավ Ադրբեջանի բոլոր ապագա հնարավոր նկրծումները լեգիտիմացնող կողմ։ Ամեն դեպքում հնարավոր է արդյոք ԵԱՀԿ-ի ներքո վերականգնել Մինսկի խմբի նման մեկ այլ ձևաչափ։ Նշանակում է գործընթացը պետք է սկսել զրոյից։ Այդտեղ կա 57 մասնակից պետություն եւ երբ կոնֆլիկտը թեժ չէ, տաք վիճակում չէ, լրացուցիչ մարմիններ ստեղծելու անհրաժեշտություն բնականաբար չկա, որովհետեւ ԵԱՀԿ-ում շատ կարևոր միջպետական, միջկառավարական կազմակերպություն է, որը ի տարբերություն այլ համաշխարհային կառույցների որոշումները ընդունվում են կոնսենսուսի հիմքով։ Այսինքն չկա որևէ որոշում, որի նկատմամբ չլինի համաձայնություն եւ այդ պետությունը պարտավոր լինի կատարել այդ որոշումները։ 57 պետություններից որևէ մեկը դեմ արտահայտվեց, ուրեմն այդ որոշումը չի անցնի։ Արցախի հարցը բարձրաձայնելու նույն ձևաչափը այլևս չի կարող կրկնվել, վստահ է Աբրահամ Գասպարյանը, բայց կան ելքեր։ Այս փուլում նվազագույնը պետք է կարողանալ մոբիլիզացնել մեր դիվանագիտական ամբողջ ռեսուրսը, գումարել սփյուռքի լոբիստական կառույցների ամբողջ կարողականությունը եւ հասնել նվազագույնի, եթե ԵԱՀԿ ֆորմատի մասին ենք խոսում, ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի ինստիտուտի ներդրմանը գոնե արցախցիների հումանիտար վիճակի հետևողականության, ինչպես նաև Ադրբեջանի հետ երկխոսության, քաղաքագետ երկխոսության հարթակ ստեղծելու ուղղությամբ։ Այլ տարբերակներ եւս կան։ ՄԱԿ-ի հարթակը, Եվրամիության այլ ձևաչափեր, օրինակ մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ ազատությունների իրականացման գծով ջատագով կառույցների ներգրավումը, այս խնդրի նվազագույնը դիտորդական կարգավիճակով հետևելու համար, սակայն դիվանագիտական, լուրջ եւ հետեւողական աշխատանք պետք է տանել։ Անահիտ Սարգսյան, Եղամ Ղազարյան, ABC Media։
Մինչ Մինսկի խումբը դադարեցնում է գործունեությունը, նույն պահին Երևանի եւ Բրյուսելի միջև ստորագրվում է նոր գործակցության ռազմավարական օրակարգ, որը ներառում է անվտանգության, պաշտպանական եւ տնտեսական բաղադրիչներ։ Փաստաթուղթը ստորագրել են Արարատ Միրզոյանն ու Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Ըստ գերատեսչության, այս փաստաթղթով, որն ավելի քան 70 էջից է բաղկացած, Երևանն ու Բրյուսելը ամրապնդում են հարաբերությունների ապագան, սահմանելով ավելի հավակնոտ համատեղ առաջնահերթություններ։ Վաշինգտոնում օգոստոսի 8-ի համաձայնությունները աննախադեպ հնարավորություններ են ստեղծել սրա համար լրացուցիչ պոտենցիալ քայլերը, այդ թվում նաև Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը եւ ենթակառուցվածքային մեծ ծրագրերի իրականացումը կարող են զգալիորեն փոփոխել տնտեսական եւ քաղաքական ճարտարապետություն ամբողջ տարածաշրջանի հարգելի գոլեգաներ, այս ամենը հիմքեր է ստեղծել մեր այսօրվա նվաճումների համար։ Մի քանի րոպե առաջ մենք ընդունեցինք Եվրամիություն Հայաստան ռազմավարական նոր համագործակցության նոր ռազմավարությունը եւ մեր համագործակցությունը բարձրացինք ռազմավարական մակարդակի եւ սա մեր ամբիցիաների վերջը չէ, ինչպես դուք գիտեք, Հայաստանի խորհրդարանը մարտ ամսին օրենք ընդունեց Եվրամիության անդամակցության մասին Հայաստանի եւ այսօրվա հանդիպման ուղերձը շատ կարեւոր է։ Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը մտնում է նոր փուլ։ Մինչ Երևանն ու Բրյուսելը նոր ռազմավարական օրակարգ են ստորագրում, ամրապնդելով անվտանգության ու պաշտպանության գործակցությունը, տարածաշրջանում մի այլ գործընթաց է ընթանում։ Ադրբեջանը ոչ միայն ռազմական եւ դիվանագիտական հարթակներում է առաջ մղում իր դիրքերը, այլև կրթության եւ գիտության միջոցով մշակում է Հայաստանի նկատմամբ զավթողական քաղաքականություն։ Ինչպես ցույց են տալիս վերջին օրերի պետական հրապարակումները, պաշտոնական Բաքուն կրթությունն օգտագործում է ոչ միայն գիտելիքի, այլև քաղաքական ու տարածքային օրակարգերը ամրապնդելու համար Հայաստանի դեմ։ Թեման ուսումնասիրել է Անի Աբաղյանը։ Ռեպորտաժի ամբողջական տարբերակը ավելի ուշ կարող եք դիտել YouTube-ի մեր ալիքում, իսկ հիմա դիտենք ռեպորտաժից մի հատված։ Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստում իր հասարակությանը, այս անգամ կրթության միջոցով։ Բուհերում, քոլեջներում ու դպրոցներում բարձրացրել է ատելության չափաբաժինն ու նրանց սովորեցնում է։ Հայաստանի Հանրապետությունը կառուցվել է, այսպես ասված, հին Ադրբեջանի վրա։ Հայկական կողմը շարունակ խոսում է Հայաստանի ներկայացուցիչները, նրանց հարող շրջանակներ, որ խաղաղություն է, երկխոսություն է, գնում են խնդիրների լուծման ճանապարհով։ Ու այս ամենի ֆոնին կա զուգահեռ իրականությունը, որտեղ ադրբեջանցի երեխաներին, ադրբեջանցի երիտասարդներին կոչ են անում գրել շարադրություններ ներկայացնելով Հայաստանը որպես Ադրբեջանի տարածք։ Փորձում են ցեղերին հավաքել մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, ասում է Կարին Տոնոյանը, այնպես, ինչպես տասնամյակներ առաջ արել է Թուրքիան։ Նրանց ատելության առարկան հայն է, այդ նույն գործիքով, կրթությամբ Հայաստանի գործող իշխանությունը ըստ Տոնոյանի հային վերածում է ամբոխի։ Եթե հայաստանյան դպրոցներում առաջինը սովորեցնում են ճանաչել զիմաստություն եւ զխրատ իմանալ զբանս հանճարոյ նախադասությունը, ապա Ադրբեջանում սկսվում եւ ավարտվում են հայը թշնամի է կարգախոսով։ Բեմադրություններում եւս նույն քարոզչությունն է։ Հիմա նաեւ շարադրությունների ու էսսեների բովանդակությունն է Հայաստանի դեմ։ Տաթևիկ Հայրապետյանի խոսքով Ադրբեջանում կրթության նախարարության ֆինանսավորմամբ եւ հասարակական միության նախաձեռնությամբ հրատարակվել է գիրք, որը ներառում է 10-ից 11-րդ դասարանների աշակերտների եւ քոլեջների ուսանողների մրցութային էսսեներ Արևմտյան Ադրբեջանի թեմայով։ Մրցույթն իրականացվել է Ալիևի ուղերձով։ Ադրբեջանում մի նոր վտանգավոր միտում է սկսվում, երբ մի ամբողջ սերունդ մեծանում է այն մտայնությամբ, որ իր հարևանությամբ գտնվող Հայաստանի Հանրապետության տարածքը դա պատկանում է իրեն։ Եվ Ադրբեջանի նման պետության, փաստացի տոտալիտար պետության պայմաններում այնտեղ ոչ մեկ չի կարող հարցադրումներ առաջ քաշել, փաստեր առաջ քաշել, ասել, բայց ինչ եք մեզ օրինակ դասավանդում, այսպիսի բան ոչ մի գրքում, ոչ մի աշխարհագրական քարտեզում, ոչ միտեղ չկա, որովհետև ինքը զրոյից հորինված զավթողական կոնցեպտ է։ Հայաստանի Հանրապետության տարածքը պատմության մեջ որևէ քարտեզի վրա չի կարող նշվել ու նշված չի որպես Արևմտյան Ադրբեջան։ Այսինքն սա նշանակում է ատելության, թշնամանքի, զավթողականության մի նոր ծրագիր։ Մի կողմից Հայաստանի, մյուս կողմից Ադրբեջանի իշխանությունները դասագրքերում բովանդակային փոփոխություններ անելով ծառայում են նույն ադրբեջանական կենտրոնին, նշում է Կարին Տոնոյանը, որպես հակազդեցություն պետք է շրջանառել ազգային օրակարգով դասագրքեր, ինչը եւ անում են Տոնոյանն ու համախոհ ուսուցիչները։ Անի Աբաղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։
Իսկ խորհրդարանում այսօր մեկնարկել է այս տարվա վերջին նստաշրջանը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքի նախագիծը։ Մեր երկրում դա ներդնելու են փուլային ձևաչափով, թեպետ ըստ նախագծի այն ներառելու է Հայաստանի բոլոր քաղաքացիներին, բայց չի ծածկելու բոլոր քաղաքացիների բոլոր առողջապահական կարիքները, այլ ուղղված է հիմնական հիվանդացության եւ մահացության բեռ հանդիսացող վիճակների, հիվանդությունների մեղմանը, դրանց առողջապահական ամենալավ արդյունքների ապահովմանը։ Ապահովագրության հիմնական ներդրման մոդելի առանձնահատկությունը հետևյալն է, հարգելի պատգամավորներ, հարգելի քաղաքացիներ։ Մարդը իր կյանքի ընթացքում փոքր գումարներ ներդնելով վստահ է լինում, որ երբ որ հիվանդությունը վրա է հասնում, կամ երբ որ պետք է հոգալ առողջության մասին, նա կարող է դա իրեն թույլ տալ, որովհետև ինքը ներդրում է արել այս համակարգի մեջ։ Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանի խոսքով էլ առաջին հայացքից թվում է, թե գերատեսչությունը շատ մեծ գործ է անում, բայց նախարարը ոչ մի թիվ չի ներկայացնում։ 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ քանի 65 եւ ավելի տարիքի թոշակառուներ են օգտվելու այս ծրագրից։ Տիկին Ավանեսյան, դուք իրավաբան լինելով անտերց պնդեցիք են փաստը, որ չեղած բանի վրա մրցույթ եք հայտարարել։ Այսինքն այսօր այս օրենքը դուք վստահ չեք ընդունվի, թե չի ընդունվի, արդեն հիմնադրամի մրցույթ եք հայտարարել։ Ես գիտեմ, եթե հիմնադրամը կանոնադրություն չունի, աշխատանքային ռեժիմ չունի, ֆինանսական աղբյուր չունի, դուք մրցույթ ինչի ման վրա եք հայտարարել։ Կարող կամ արդյոք դուք պարտավոր եք դա մրցույթ իրավասու եք այդ մրցույթները հայտարարելու, թե չէ։ Հիմնադրամը պետք է ստեղծվեր եւ ինքը մրցույթ հայտարարել։ Դուք առողջապահության նախարարությունը իբրև չեք խառնում այդ գործերին։ Մինչ ազգային ժողովում քննարկում էին այս տարվա օրակարգում մնացած հարցերը, միջանցքում հնչում էին անուններ, որոնց չենք տեսնի գալիք գումարման ազգային ժողովում։ Իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից 2026-ի խորհրդարանի ընտրությանը կուսակցության ցուցակում չի առաջադրվել Խաչատուր Սուքիասյանը, Հակոբ Արշակյանը, Հրաչյա Հակոբյանը, Լենա Նազարյանը եւ Քրիստինե Պողոսյանը։ Ես առավելագույնս արդյունավետ եմ բիզնեսի զարգացման Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի կայացման, ռազմաարդյունաբերական ոլորտի կայացման եւ զարգացման եւ ես տեսնում եմ, որ Հայաստանում արժեք ստեղծող հատվածում շատ ավելի մեծ անելիքներ ունեն, իմ կուտակած փորձով, գիտելիքներով։ Մեծ պլաններ ունեմ, լավ, ուզում եմ ստեղծագործեմ, ուզում եմ նոր բիզնես պլաններ ունեմ, ուզում եմ Հայաստանի տնտեսությանը օգուտ բերեմ, վատ է։ Բացի ցուցակներից ԿՊ-ն հստակեցնում է սեփական վարքը։ Կուսակցությունում այլևս չեն հայհոյելու, հայհոյանքին հայհոյանքով կամ վիրավորանքին վիրավորանքով այլևս չեն պատասխանելու։ Իրենց համար ընդունել են էթիկայի կանոնագիր, ըստ որի մարդկանց հայհոյելն ու վիրավորելն անընդունելի է եւ վատ է ազդում երկրի քաղաքական կյանքի վրա։ Մեկ տեսանյութում հավաքել ենք այս վարքականոնին նախորդած իշխանության գռեհիկ դրսևորումները։ Ով մեզ, ինձ, իմ թիմակիցներին կամ որևէ այլ մարդու, ասի թուրք, որպես հայոյանք, դրա մերնել, հերնել, լավնել, ընտանիքնել։ Օրդեից։ Կպրդեք, շիկեք, չեմ ենք շիկեք։ Աբիտ, այլագրեք։ Խալինի մասել եմ։ Կամերան պեկոն։ Ասել եմ, դրանցավի պրդեք։ Խմացա հետո այ քեզի բան։ Ես խոսում եմ, դուք ինչ եք խառնվում մեր խոսակցությունը։ Նա միկրոֆոնը մտնում գլխիդ միած։ Կարա՞ս։ Այդ տղան էլ ես դու չապերետել դու ճանաչի, ալա այդ տղա։ Ուրեմն դու լսի ես քեզ ինչ եմ ասում, արա Լևոն, լսի ես քեզ նստի տեղը դու լսի ինչ եմ ասում։ Մինչ իշխանությունը խոստանում է չվիրավորել ու չհայհոյել, օրեր առաջ ազատ արձակված Լիդիա Մանթաշյանը դեռ շարունակում է ապակինվել այն ամենից, ինչի միջով անցել է։ Իմ գործընկեր Անի Աբաղյանն է խոսել նրա հետ։ 5 ամիս կալանավորվելուց հետո 5-րդ օրն է սրբազան պայքարի մասնակից ազատության մեջ է։ Փորձում է հասկանալ ովքեր են ազատության մեջ, ովքեր կալանավորված։ Պատմել է Աբովյան քրեակատարողական հիմնարկում անցկացրած օրերի մասին, մոր ապրումների եւ այսօր կալանքից ազատվելուց հետո ունեցած ծրագրերի մասին։ Բարև ձեզ, շնորհակալ եմ շատ և ձեր շնորհիվ է, որ ես ազատության մեջ եմ, ասում եմ հանրային ճնշման արդյունքում
Մեր զրույցի ժամանակ այսպիսի մի երկու դեպք եղավ։ Քաղաքացիները մոտենում էին, շնորհավորում Լիդիային կալանքից ազատվելու համար։ Ամռանը կալանավորվել է, ձմեռնամուտին վարչական հսկողությամբ տուն վերադարձել։ Մայրիկից, հարազատներից հեռու 5 ամիս անցկացրել է Աբովյան քրեակատարողական հիմնարկում։ Ես որ ազատության մեջ եմ, օրինակ մի փոքր բան հենց ինձ առնչվող, այս քանակությամբ քաղբանտարկյալ չկար օրինակ, հա, փորձում եմ հասկանալ ով որտեղից, ինչու, այս ինչ է կատարվում ընդհանրապես, փորձեմ հասկանալ իմ երկրի հետ ինչ է կատարվում, ինձ համար ավելի շատ դա է անհանգստացնում։ Մայրաքաղաքում նոր շենքեր են ավելացել, ծառերը պակասել, նկատում է Լիդիան, բայց ավելի հետաքրքրում է, թե որ գործիչն է ազատության մեջ, որը բանտարկված։ Դեռ լավ չեմ հասկանում ինչ է կատարվում։ Լիդիային քրեակատարողական հիմնարկում 6-օրյա կարանտին էին սահմանել, հետո տեղափոխել խուց։ Կենսական պայմանները, ծառայողների վերաբերմունքը իր եւ մյուսների նկատմամբ լավ էր, ասում է Լիդիան։ Խցակիցների հետ հասցրել է անգամ ավանդույթներ ձեռք բերել։ Ազատվելուց հետո գնացի խցակցից տեսնելու, ասում եմ երեկոյան աղոթք արեցի, հաց կերանք, առավոտյան աղոթք արեցի, նախաճաշ արեցինք, այնպես որ իմ խցում ոնց որ թե ավանդույթը պահպանվում է։ Հետո նաև շաբաթ օրերը, շաբաթ երեկոյան աշխատում էինք, խունկ էինք վառում ու աղոթք էինք անում, որպես կիրակնամուտ։ Ամեն 5 շաբթի դատավարության գնալիս քրեակատարողական հիմնարկում գտնվող կանայք հույս էին ունենում էլ չտեսնել նրան խցում կալանավորված։ Ապշել էին, երբ կալանքը երկարաձգելու որոշում էր կայացրել դատավորը։ Մեկ-մեկ հարց ու փորձ էին անում հասկանալով թե ինչ է կատարվում ու ասում էին, «Էս քո տեղը չի, գնա այստեղից»։ Կամ ասենք կատակով դուռը փակում էին, որ պիտի գայի դատից հետո մտնեին ներս, ասում էին գնա այստեղից, էլ հետ չգաս, խնդրում ենք։ Էս քո տեղը չի, որ պիտի լինես։ Կարոտում էր ազատությունը, նորմալ սպասքից օգտվելը, հարազատների հետ զրույցները, բայց մտորումները Բագրատ Սրբազանի շուրջ էին։ Ուզում եմ մի ժամ ժամանակ ունենամ, գնամ Բագրատ Սրբազանի հետ զրուցելու, թույլտվություն ունենամ, որովհետև ինքը ինձ այս կյանքում ուղղորդողն է եղել միշտ։ Իմ լավ ու վատը նաև մատնացույց անող է, ինձ նախատողը եւ հոր նման, ինչպես հայրն է լինում։ Ու հիմա իր խորհուրդների կարիքը շատ ունեմ, բայց հնարավորություն չունեմ իր հետ շփվելու։ Մեր զրույցը ձգվեց մինչև Տավուշ, որտեղ Լիդիան ծնվել է, մայիսի 28-ին։ Հայրը շնորհավորում էր աղջկա ծնունդն ու հիշեցնում, պետությանը ծնունդը ավելի կարևոր է։ Հետո սովորեցնում էր նվիրվելու եւ պայքարելու ձևը այդ պետությանը։ Ես 2020-ի պատերազմից հետո դադար չունեմ, ասում է Լիդիան։ Մեր տանը այդպես է եղել, ես այդպես եմ մեծացել, որ իմ պետության շահը շատ ավելի կարևոր է, քան իմ շահը։ Լիդիան քրեակատարողական հիմնարկում որոշել է մարզել ուղեղը, մկանները, ինչու՞ չէ հոգին։ Որոշել էր խցից ավելի ուժեղ դուրս գալ։ 5 ամիս անազատության մեջ մնալուց հետո ուզում է հասկանալ, ինչ անել ազատության մեջ, ազատության հետ։ Բայց մի բան հաստատ գիտի։ Ես պետք է լինեմ ազատության մեջ, քանի որ ես արդար եմ, ու մնացածն էլ պիտի լինեն ազատության մեջ, քանի որ այս ամեն ինչի տակ քրեական գործ չկա։ Ազատության մեջ է իր եւ մայրիկի հավատքով։ Կալանքի երկարաձգման որոշումից հետո անգամ հեռախոսազրույցի ժամանակ ասել էր. «Ամանորը միասին ենք դիմավորելու, չմտահոգվես»։ Բայց Լիդիան ուզում է անչափահաս երեխաներ ունեցող Մովսեսը եւ մյուս ընկերները եւս ազատության մեջ լինեն, ասում է անմեղ են քաղբանտարկյալ Բագրատ arczepiskopos Գալստանյանի գլխավորությամբ։ Անի Աբաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Մերձավոր արևելքում ջրի պակասը ոչ միայն սպառնում է գյուղատնտեսությանը եւ տնտեսությանը, այլև կարող է ազդել ամբողջ տարածաշրջանի քաղաքական կայունության վրա։ Թուրքիայից մինչև Հորդանան, Եմեն եւ Սիրիա ջրային ռեսուրսների պակասը հստակ երևում է, իսկ գյուղատնտեսությունը կանգնած է ճգնաժամի եզրին։ Այդ նույն տարածաշրջանում կա մի երկիր, որը հաղթահարել է այս մարտահրավերը, պահպանելով ոչ միայն բնակչության համար կենսական կարևոր ջրային ռեսուրսները, այլև ստեղծել ազգային համակարգ, որը երաշխավորում է ինքնաբավության նույնիսկ ամենասուր երաշտների պայմաններում։ Իսրայելի հաջողության գործոններին է անդրադարձել իմ գործընկեր Սվետլանա Պետրոսյանը եւ մասնագետների միջոցով համեմատել դրանք Հայաստանի ջրային ռեսուրսների օգտագործման հետ, ցույց տալով, թե ինչ մարտահրավերներ են առկա մեր երկրի համար եւ ինչ ռազմավարական ուղիներ կարող են լինել։
Մերձավոր Արևելքում ջրի պակասը սպառնում է տնտեսությանը, գյուղատնտեսությանը եւ քաղաքական կայունությանը։ Թուրքիայում, Հորդանանում, Եմենում եւ Սիրիայում ջրի պաշարները նվազել են վտանգավոր մակարդակի, իսկ գյուղատնտեսությունը կանգնած է ճգնաժամի եզրին։ Սակայն այս խիստ տաք ու չոր տարածաշրջանում կա մի երկիր, որը կարողացել է հաղթահարել այս ճգնաժամը։ Այդ երկիրը Իսրայելն է։ Ծովի ջուրը մաքրում են աղերից եւ ուրեմն դարձնում են խմելու ջրի չափանիշներին համապատասխան եւ օգտագործում են իրենց երկրների ջրամատակարարման համար, որովհետեւ գտնվում են Տափաստանի մեջ, շրջապատված են տափաստաններով եւ իրենք փաստորեն խմելու ջրի աղբյուրներ, գետեր, լճեր համարյա չունեն։ Իսրայելում կա փոքր Գալիլեի, ասենք թե տարածքում փոքր լիճ, բայց դա բավարար չի։ Իսրայելի այս հաջողության հիմքում տարիների մշտադիտարկումն ու տեխնոլոգիական նվաճումներն են։ Երկրի կիսաչորային կլիման եւ բնական ջրային պաշարների սահմանափակությունը ստիպեցին գիտնականներին եւ կառավարությանը 1960-ական թվականներին ձեռնամուխ լինել աղազրկման նախագծերի մշակմանը։ Այդ ընթացքում քիմիկոս եւ գյուտարար Ալեքսանդր Զարկինը մշակեց մեթոդ, որի միջոցով ծովի ջուրը սառեցվում էր, աղը հեռացվում եւ արդյունքում ստացվում էր քաղցրահամ ջուր, ինչպես խմելու, այնպես էլ գյուղատնտեսական նպատակներով օգտագործման համար։ Արդյունքում Իսրայելը այսօր ոչ միայն ապահովում է սեփական բնակչության ջրային կարիքները, այլև օգտագործում է ազգային ջրի շրջանառության համակարգը, որը երաշխավորում է ջրի կայունություն նույնիսկ ուժեղ երաշտների ժամանակ։ Ավելորդ ջուրը մղվում է լճեր ու պահուստային ջրամբարներ, ինչը թույլ է տալիս երկրի ջրային համակարգին մնալ ամբողջությամբ ինքնաբավ։ Իրենք խմելու ջուրը չեն օգտագործում զուգարաններում, բաներում այդ բաճոգների, այդ զուգարանների ջրերի համար։ Իրենք ավելի շատ տեխնիկական ջուր են օգտագործում կամ այդ ջուրը մաքրվում է նորից երկրորդ անգամ է վերադարձվում համակարգ։ Այսինքն շռայլություններ խմելու ջուրի նկատմամբ իրենք չեն կիրառում։ Բացի այդ, Իսրայելը շատ հայտնի է ինտենսիվ այգիների, կաթիլային ոռոգման, ուրեմն այգիների տեխնոլոգիաներով, այսինքն իրենք այդտեղ էլ ունեն այդ հնարավորական տեխնոլոգիաները։ Ըստ տնտեսագետ Հրայր Կամենդատյանի, Իսրայելի կիրառած ջրային մեխանիզմը սովորական միջազգային մակարդակում լայնորեն կիրառվող տեխնոլոգիա է, որը օգտագործվում է ոչ միայն Իսրայելում, այլև բազմաթիվ այլ երկրներում։ Կամենդատյանը կարծում է, որ Մերձավոր Արևելքում ջրային ռեսուրսների պակաս կա, բայց այն հաճախ ներկայացվում է չափազանցված։ Որպես կանոն այդ տարածքներում թվականը մարդկանց բնակչության բավականին ցածր է, պատմականون ձևավորված ցածր մակարդակ է ու այդ ջրային ռեսուրսների խնդիրը այդ տարածքներում առանձնակի սրություն չէ առաջացնում։ Իսկ տնտեսագետ Գագիկ Մակարյանը նշում է, որ Հայաստանում ջրի պաշարները խմելու, ոռոգման եւ գյուղատնտեսության համար սահմանափակ են։ Երկիրը լեռնային է, տեղումները նախկինում բավականին մեծ էին, սակայն կլիմայի տաքացման պատճառով այժմ դրանք կամ ավելի քիչ են, կամ գալիս են անձրևների տեսքով, որոնք արագ ներծծվում են հողի մեջ եւ չեն կուտակվում։ Հայաստանում էլ, քանի որ այդ հոգեբանությունն է եղել տարիներ շարունակ, որ Հայաստանը ջրով առատ է, իր դիրքը թույլ է տալիս, որ բազմաթիվ գետեր են հասնում տարածքով, ուրեմն մենք ջրի նկատմամբ եղել ենք շատ անտարբեր, չեն գնահատել ջրի արժեքը։ Մակարյանը նկատում է, որ ջրի կորուստները շատ են։ Հայաստանի բարձրադիր բնության պատճառով գետերի մեծ մասը հոսում է դեպի հարևան երկրներ՝ Վրաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան, եւ այդ ջրերը չեն մնում եւ չեն կուտակվում երկրի տարածքում։ Հայաստան օրինակ ջրերի կուտակման համակարգ տարիներ առաջ խոսել է, բայց մինչև այն հիմա էլ չի ստեղծել։ Այսինքն ջրամբարների այնպիսի մի շղթա, որը որ հնարավորություն կտա ջրերը լցնելով ջրամբարները, թույլ չտալ, որ գետերը ուղղակի հոսեն ու ջուրը տեղափոխեն Հայաստանի տարածքից դուրս։ Այդ դրանք կուտակվեն ջրամբարներում կամ որոշ դեպքերում էլ կարող են պոմպերով մղվել արևային կայանների ձևով, պոմպերով մղնեն ավելի բարձր դիրքեր, որպեսզի ջուրը օգտագործվի։ Իսկ ի տարբերություն Իսրայելի, Հայաստանում խմելու ջուրը հաճախ օգտագործվում է ոչ միայն սննդի, այլ նաև տնային եւ այգեգործական աշխատանքների համար։ Տնտեսագետի խոսքով ջրի այս բազմակողմանի օգտագործումը հաճախ հանգեցնում է անխնա ծախսման։ Հայաստանում խմելու ջրի հսկայական կորուստներ կան,
որը պաշտոնապես ներկայացնում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայն ՅՈԼԱ-ի վիճակագրության, պայմանավորված խողովակների հնամաշությամբ Հայաստանում կա այսպես հսկայական ջուր, բայց այդ հսկայական ջուրը կարծես թե հասանելի չի դարձել արդեն։ Էլ չեմ ասում նաև երկրորդ խնդիրը կա դրան այս բոլորին զուգահեռ, որ շատ լեռնային մարզերում էլ ջրերը գետերից, ծառերից գալիս են, բակերում ուրեմն խողովակները փականներ համերաչեն դրած գյուղացիների, գյուղի բնակիչների բակերում ջուրը 24 ժամ ամեն օր հոսում է։ Հայաստանը ներկայում ջրախնայողական մշակույթ չունի եւ պետական մակարդակով կառավարման խնդիրները դեռ լուծված չեն, սա վերաբերում է եւ բնակչությանը եւ բիզնեսին։ Հիմա կառավարությունը փորձում է արդեն վերջի տարիներին կարծեմ ջրի պլանավորման, ջրի հաշվարկման նախագծեր իրականացնել, բայց առայժմ դեռ հետքը չկա, դեռ արդյունքը չենք տեսել։ Ջրային կոմիտեի ղեկավարները շատ արագ փոխվում են եւ այսօր ինչուն ենք հասել, որ քանի գնում են ուրեմն անապատացման մակերեսները Հայաստանում մեծանում են, հողերը հետադիմում են, շատ ֆերմերներ, որոնք այգիներ են հիմնադրում, չեն կարողանում ոռոգել։ Ջուրը, ինչպես նշում է Մակարյանը, արդեն դարձել է ռազմավարական նշանակություն ունեցող նյութ եւ կարող է դառնալ նաեւ դիվանագիտական գործիք։ Սվետլանա Պետրոսյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Այսօր Արձնի ջրանցքի մաքրման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է հակատանկային տեսակի ուսումնականական։ ABC Մեդիայի հետ զրույցում հայտնել է Նորգեղի համայնքի ղեկավար Արմեն Բաբախանյանը։ Նրա խոսքով որևէ մեկը չի տուժել, ականը ուսումնական է։ Մաքրելուց հայտնաբերվել է, էլի, ինքը ուսումնական է, այն ինչ եկան տարան է։ Սկանդալների պակաս չկա նաև Եվրոպայում։ Եվրոպական դիվանագիտության նախկին ղեկավար Ֆեդերիկա Մոգերենիին ձերբակալել են խարդախության գործով։ Այնուհետև Բելգիայի ոստիկանությունը ձերբակալել է Եվրամիության դիվանագիտական ծառայության նախկին գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոին։ Ավելի վաղ Բելգիայի ոստիկանությունը խուզարկություններ է անցկացրել Եվրամիության դիվանագիտական ծառայության գլխավոր գրասենյակում։ Իսկ Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ Ուկրաինան ստիպված կլինի ցավոտ զիջումների գնալ խաղաղության համաձայնագրի հասնելու համար։ Նրա խոսքով նույնիսկ կարող է անհրաժեշտ լինել հանրաքվե անցկացնել։ Իսկ Վրաստանի իշխանությունը դատի կտավ BBC-ին ցուցարարների դեմ քիմիական նյութերի կիրառման մասին կեղծ պատմության համար, ասվում է իշխող վրացական երազանք ժողովրդավարական Վրաստան կուսակցության հայտարարության մեջ։ Նախորդ օրը BBC-ն հրապարակել էր նյութ, որում ասվում էր, որ Վրաստանի իշխանությունը 2024 թվականին ցուցարարների դեմ օգտագործել է առաջին համաշխարհային պատերազմի ժամանակների քիմիական զենք։ Հեղինակների եզրակացությունները հիմնված են եղել ցուցարարների մեկնաբանությունների վրա։ Այս ժամի համար առանձնացրել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, բաց չթողնելու համար ամենակարևոր ու թարմ լուրերը։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է։